Բարև ժողովուրդ ջան, հայ ազգ, բոլորին, անկախ նրանից ընդդիմադ իրեն թե, կընդդիմադ իրեն թե, բայց դեմ ես բարևում եմ մեր մոտիկներին էլի բոլորին։ Ահագին մաղթա, կարոտել եք ինձ, ահագին մաղթա դուրս չեմ գալի, բան չեմ ասում, ես վերջի 3 հատ տեսանյութումս ահագին պրասմոտր ու ենքան կիսվածներ կա, որ ես էլ զարմացա, ինչ է աղել, ուզում եք բլոգեր դառնամ, չէ, ես ասել եմ, բլոգեր չեմ սիրում այդ բլոգերներին, ուղղակի ես ձեզ զրույց եմ անում, այսօր կիրակի օրով ուզում եմ էլի մի երկու բան ասեմ ձեզ, էլի ցավները տանեմ, ուրեմն սկսենք նրանից, որ ես ընտրություններ ա գալի, տեսեք ոնց են խառնվել մեր այսպես կոչված ընդդիմադիր կոչեցյալները, ինչ եմ ուզում ասեմ, պարոն Քոչարյան, պարոն Սարգսյան, ձեզ դիմեմ էլի, որովհետև դուք եք եղել նախագահները, դե հայոց ազգային հայոց ազգային կոնգրեսա, թե հայկական ազգային կոնգրեսա, Լևոն Տեր-Պետրոսյան, խորհուրդ եմ տալի դուք լռեք էլի ընդհանրապես, ձեզնից է սկսվել այս ամեն ինչը, հիմա փոխում եք, հասկանում եմ, խելոք մարդ եք, ահագին բաներ, որ ասում եք, կատարվում է, ընդունում եմ, բայց ես չեմ մոռանում այն տարիները, որ դուք բերեցիք մեր գլխին, թե դուք էիք, դե ձեր կողքի մարդիկ էին, ձեզ բանի տեղ չէին դնում, դուք պրեզիդենտ էիք, ու մեր ազգի հերետլիկ հանիծեցիք, մի մոմի տակ են նստարաններն էլ էինք վառե, այս կամ եկեք այսպես ասած, էլի, բերում տոնը, ոչմ, Քոչարյան Ռոբերտ, ես զարմանում եմ Սերժ Սարգսյան, ու արա, դուք ինչ մարդ եք, ես ինձ ասում են շատ ես կֆուր տալի, փորձենք այսօր կֆուր չտամ ձեզ, պարոնով խոսամ ձեզ հետ, որ հայկական պրեզիդենտներ եք եղել 20 տարի դուք եք ղեկավարել մեր երկիրը ու տարել եք կործանման, փառք Աստծուն, որ Նիկոլ Փաշինյան նման մարդ եկավ, Նիկոլը չլներ ուզմա ներողություն, շատ ներողություն, ազգ ջան, սատանան էլ պետք է այդ սատանային ընտրեիք, որովհետև սրանք սատանայից բեթար էին, տանում էին մեզ ես ինչ էին անում, այսօր Ռոբերտ Քոչարյան հարցազրույց ես տալի, հավաքում ես քո այդ մի քանի հոգավորներին, ինչ ցանում դու արա, դու մի անգամ ներողություն խնդրած կաս մեր ազգից, կամ Սերժ Սարգսյան դու, աղբերներդ սաղիդ վրա քրեական գործ, սաղ, դու նյուժելի դուք պրեզիդենտ էիք, ձեր դրած այդ KGB-ի պետերը, այսպես ասենք, այդ կամ ոստիկանապետերը, ձեզ չէին զեկուցում, ինչ է կատարվում երկրում, դուք չգիտեիք, դու ասում ես, ես օրինակ եմ բերում, Խորխորուն սպանցյոնա հետ ինչ կապ ունեմ, արա, բա ես կապ ունեմ, որ ասեմ ես եմ խփել Խորխորունուն, կհավատաս, դու ես մեղավորը, դու ես եղել պետության գլուխ, իսկ ասա ով է ղեկավարդ, ասեմ ով ես դու, ու ձեր դրած ղեկավարները սաղ կաշարակ էր, սաղ մարդասպան ներողություն, շատ ներողություն, չեմ ուզում քրֆեմ, բայց ասելու եմ, բոզեր էին, ու դուք դրանց պատժ կայեք անում, հա, այսօր նստել ես հեքիաթներ ես պատմում, սաղ Երևանը որ գնում ես, էսի Քոչարյանին, նա էսի Սերժին, նա էսի Միշիկին, նա, արա մարդ եք դուք, էլի մարդ եղեք, Քոչարյան Ռոբերտ, դու ես քեզ խորհուրդ եմ տալի, եթե չունես խորհրդականներ, որ դուրս ես գալի դենց դեմքը ծամածրելով հայբան խոսում, ես քեզ խորհուրդ տամ ինձ փող տուր, $1 միլիոն չափ փող տուր, ես քո խորհրդականը դառնամ, ասեմ ոնց անես, որ գոնե 5-ից 7% ձայն հավաքես մտնես պարլամենտ, այդ լովիկի թել բագաժ ես տալի, մեկ է, հա, փողը տուր ես քեզ սարքեմ, արա մեծ մարդ եք, արա մի հատ ներողություն խնդրեք այս ժողովրդից, նյուժելի դուք սխալներ չեք արել, դուք սաղ ճիշտ եք եղել Նիկոլը սխալ, հա, մեր ազգը գիտի, մեր ազգը արդեն գիտի, ով է, Սերժ Սարգսյան, դու որ ասում ես, սպասում ենք այն գարեգին բույին, չեմ ուզում ասեմ, բարոյական օրենքներից զուրկ այդ դրա, նա ինչ պետք է անի, նա ասի վեր կաց, բայց չես մտածում, որ Նիկոլը մի հատ ասի վեր կաց, վեր են կենալու հենց գալու են քո այդ առանձնատանը, որ դու իրավունք չունես դե մնալու, մտնենք ջարդենք, այ չաթիկ, դու չես մտածում այդ մասին, արա դուք ինչքան կաշվահաստ, են կաշի հաստ, գոմշի կաշի ունեք դուք, արա, ես զարմանում, մի հատ ներողություն խտրեք այս ժողովրդից, այ արա, դրած գեներալների թեմ նայում, այ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ես ինչ են արել, Ղարաբաղը, մեր Արցախը ավերել են, այս Արցախի ժողովուրդն էլ միամիտ այդ ուղեղները լվացել եք, հիմա են ուշքի գալի, արցախցի տղեկ եմ տենում ես, բանով որ խոսում են, ուշքի են գալի, նոր են ջոգում,
պետք է այդ ախրնիկոլն ա մեղավոր է, Փաշինյանն ա մեղավոր, պետք է նա թողի, որ այս արցախցիները գան քեզ ավեր են, ձեզ ավեր են, ինչ ունեք ձեռներից վերցնեն, բաժանեն են խեղճ Արցախի ժողովրդի մեջ, որ եկել սենց անտեր է մնացել, արա։ Հələ փառք Աստծո, որ Հայաստանը ընդունեց Հայաստանը ինչ ասես արեցին այդ ժողովրդի համար։ Դուք մարդ չեք, ես չգիտեմ ձեզ ոնց կարելի է կոչել, դուք ինչ սորտի մարդը կարա, դուք մարդ կոչվելու իրավունք չունեք։ Ես զարմանում եմ էլի, ու տերտերներին եմ ասում, այ Գարեգին բարոյական օրենքներից զուրկ անասուն, եզնը, տես ամենայն հայոց կաթողիկոսին ժողովուրդ, ես ասում եմ եզնը, ես խնդրում եմ դու ինձ անից ես էլի քո աղոթներում, կարաս ինձ անից ես սատանայի անունից թե չգիտեմ ինչ, որովհետև քո անեծքը ինձ օրհն անքալնելու, ես մի ոնց ասեմ, կիսա աթեիստ եմ էլի, մի քիչ որ նեղվում եմ հիշում եմ Աստծուն, նեղ վիճակներում եղել եմ, գնացել եմ եկեղեցի, բայց տերտերների հետ զրույց չեմ արել, ոչ այն կեղտոտ ձեռքերը պաչել եմ, ես մենակ Աստված իմ մեջ է, եթե իհարկե կա, որ ես կասկածում եմ, անից եք ինձ էլի, այ տերտերներ, այ Почем опиум для народа, այ տերտերներ, ուղեղ լվացող հայվաններ, երիք այս ժողովրդին տնեք մի ամիտի տեղ, արա ես զարմանում եմ, այդ տերտեր Գարեգին բյես, թե կտրիչ ինչ ով ես, դու կարող այդ օրինակ ես վերցնում այդ Գարաբաղսկի կլանի այդ Սերժից, իրանց կաշիները հասցրել, քոչից կաշիտ հասցրել ես, արա դուրս արի, չես ջոկում, որ ժողովուրդը քեզ զզվում են, արա դուրս արի, թե չէ գալու են քացով են քեզ տեղից անելու կամ տանելու են պատվալը, հավատա, քանի շուտա դուրս արի, արա, ճակատդ պնդծրած այ հայվանի ծնունդ, այ հայվան, այ եզրաս, ես քու լավը պտի պիծերում ութ պատրոնը խփեի գլխիդ, այ տավարի ծնունդ, ես քեզ ճանաչում եմ, էլի, ինչ է իրանում դու, քանի այդ մեր հայկական դեղ տղեկ կային, չեմ ուզում անունները տամ, լավ տղեկ կային, որոնք բրիգադներ ունեին, որոնք անում էին ամեն ինչ, դու իրանցից փող էիր վերցնում, այդ տղեկն քեզ նվիրվում էին, փուք ու աննամոտ, արա, եթե դու Աստծուն հավատում ես, ես Կոմս Մոնտե Քրիստոն եմ, այ բոզի տղա, կամ էլ ես Յուրի Գագարինն եմ, այ տենց եմ ասելու քեզ, ես խորհուրդ կտամ քյասար, տաշիր Սամվել Կարապետյան, ես գիտեմ, դու ձայն հավաքելու ես, բայց չգիտեմ, էլի դու սխալներ ես անում, այդ սխալները նույն կրկնում ես, մի արա տենց բաներ, մի արա, ժողովուրդը ձայն չի տալու, նա գիտի, որ դու այդ ասածը սրիկաների հետ ես, ինչ ես ուզում, արա, ինչ ես ուզում, մեր կառավարության հետ նստի զրուցի, նստի, ասա ես անում եմ ես քանը, հերու գնա այդ ամենից, ռուսներից հերու գնա, հերիք առաջ, ոչ մի բան չեք անելու, հա կարող ամտնես պարլամենտ, բայց ոչ մի բանի չես հասնելու, մեկ այսօր Նիկոլը հասավ նրան, մեր Փաշինյանը, որ 7 տարում ղեկավարներ հերթով փոխեց այդ ուժայինները, հերթով փոխեց վերջապես հասավ նրան, դե ժամանակ էլ պետք իսկականից, որ տենային ով է իսկական հայրենասեր, այսօր նշանակվել են սենց ասենք հայրենասեր մարդիկ էլ ղեկավարներ ուժայիններում եւ ոչ մի բան չեք կարելու անեք, պետք է ուժայինները մտնելու են ջարդեն ձեզ, հələ այսօր դուք ասում եք այս ուժայինները այդ կանը այդ մեր երանն են, չգիտեմ, Սյուզի չգիտեմ ինչ այդ լրագրողները, որ հայբանաբարի գնում են արա, ես որտեղ Ալեն Սիմոնյանի տեղը լինեի կամ չգիտեմ ում տեղը լինեի, որ գալիս են տենց հարցազրույց եմ, այդ մոմենտը միկրոֆոնը կոխեմ, բերանը կսպանեմ, բախտս բերելա, որ ես իրանց տեղը չեմ, թե չէ ես կդատվեի, այդ անասուն է, ասմա տեսեք ինչ, Քոչարյան Լովիկ, այդ որ դու ասում ես, այս տերոր են անում մեր օրգանները, ուժայինները մեր նկատմամբ, արա, այ տղա, քու հոր տերորը դու հիշում ես, թե դու եմ աղտ լակոտ էիր, դու մեծացար մի անգամից միլիոներ տեսար, սոված քյասի բեկակ ու դարակ միլիարդատ էր, ինչ ես խոսում արա, դու չես տեսա են ուժը, որ Սերժն էր անում, Սերժը հերդ վաբշե մարդ էր սպանում, մարդասպան էր, հասկանում ես, եթե իրա դուրը ոչ մեկ չեր գալի խփում էին, ու այդ գործը մնում էր փակված, չի բացում, չես տնում հերդ ինչ ասում աշխարհում կան գործեր, հանցագործներ, որոնք չեն բացահայտվում,
Խի չեն բացահայտում, արա Հայաստանը փոքր տեղ է, լուբոյ գործ էլ կարան բացահայտեն, ցանկություն ա պետք, այդքան ասեմ ձեզ, նայեմ որ շատ չխոսամ րոպեներին, էդ էլ ասեմ, անցնենք Քաջարանին, այ Աբդուլհամիդ Սյունիքին, Աբդուլհամիդ, ասել եմ, ես քո լավը սարքելու եմ, մինչև վերջ, այդ սափրագլուխ բան, ձեր հեսա տեսեք ես ինչ թղթերով եմ հանդես գալու, Քաջարանի ախպերությունը ով ինձ ընդունում է, սենց եմ ասում, գիտեմ, որ ինձ շատ մարդ չի սիրում, ճիշտ ասողին չեն սիրում երբեք, բայց ես եմ որ ասում եմ գազերոգում, այ պոզերս պսցնելու մինչև վերջ գնալու եմ, մինչև վերջ, ու ասելու եմ, որ ինչ եք արել, ավերում եք, այս այնքան թղթեր կա մոտս անուն ազգանուններով, Քաջարանի չեմ ուզում, այսօր համայնքով, բանով սաղ ներկայացնելու եմ, միջև մի շաբաթ կլսեք, ու դիմելու եմ ազգային անվտանգության ծառայությանը, որ սրանք ինչ են անում ազատության մեջ, շնչում են մեր օդը, այս Հայաստանի, ու աղտոտում են, փչացնում են, գիտե, ու պարոն Փաշինյան, ես ձեզ մի բան ասեմ, այս մարզպետին մեր Սյունիքի, ես չգիտեմ լավն է, վատն է, ես իրան չեմ սիրում, ասեմ, ինքը շատ մեծ սուտասան է, սուտը իրա մեկ էլ պոպուլիստ է, սենց գնա բաներ անի, ու այն բլոգեր կար, որ իրան կպնում էր, հիմա էլ լավ է խոսում, ու նույնիսկ կառավարությունից, պարոն Արայիկ Հարությունյանի ղեկավարության տակ գտնվող մարդիկ դրան գովում են, արա դուք հոխերքները թացը հետ չկերած, դուք գյուդումը ինչ է կատարվում ձեր ղեկավարը և սրանց մեջ, դուք մի հատ, եթե չգիտեք, ուրեմն տապ արեք, լեզուներդ կոխեք միտեղ, այդքան մի գովեք ես մեր մարզպետին, հենց մեր մարզպետն է թույլ տվել, որ Սյունիքը այս վիճակում է, մեր մարզպետն է թույլ տվել, ախր մարզպետ ինչ անում, ստեղ պետք է պագոնավոր մարզպետ լինի, պարոն Փաշինյան, մեծարգո պարոն վարչապետ, իզուր չէր Վազգեն Սարգսյանը նշանակում ստեղ գեներալներ, ոստիկանական, իզուր չէր, որ ոստիկանության ոշում, այնքան որ պագոն կրող մարդիկ են, Սյունիքը դա ողնաշարն է մեր Հայաստանի, ու հավատացեք, ստեղ պետք է պագոն կրող լինի, որ տար, ուրիշ բան չեմ ասում, վերցնենք մեր առաջվա մարզպետ, որ նշանակեցիք, Հունան Պողոսյանին, հիմա սաղ ինձ կասեն, Հունանը դա կաշարակ երեր, Վովայի տեղակալներ, չգիտեմ ինչ էր Հունանը, ոնց էր, բայց Հունանը Պողոսյան նենց էր արել, որ սաղ այդ համայնքապետերը դողալով էին մտնում իր կաբինետը, վախեցրել էր, պրոստը Հունանը թե չհասկացավ, թե ինչ արեց, հավատաց, որ հեսա քոչը բանը հաղթելու են համահանեց, Պողոսյանն ես քեզ շատ եմ հարգում, գեներալ լեյտենանտ ջան, իրոք կարող է մեղքեր ունես, դե վաղ տենց էր պետք, տենց չլներ գործից կհանային կամ ուրիշ բան կանային հետդ, ես հասկանում եմ, որ քո ստիպված էիր այդպես աշխատելու, բայց քեզ ինչու հեռացար էլի ես Սյունիքից, խեղճացրած ըստ սրանց սաղին, դու գիտեիր ուղնուծուցը, ով ինչ է շնչում, ով է այդ մեր մեղրի տամոժնիայից թույլ տվել, որ մի կիլո ենթադրենք գերային գնա կամ 500 գրամ, 100 գրամ են, ինչ են ասում, կրիստալ գնա, դուք բոլորը գիտեիր, խի դուրս եկար, տվիր ես գյալմին իշխանությունը, ես գյալման, հլա հուն բանը, Պողոսյան բանը, կեզնից հետո մելիքս եթե հոյակապ մարդ էր, բայց դե նա մեղմ էր, էլի մեղմ մարդ էր, դու էիր պետք ստեղ, որ նվիրվեիր Փաշինյանին, հեղափոխությանը, ջոկեիր, որ կյանքը փոխված է, վերջը գեներալ լեյտենանտ մարդ է, դու պետք է ջոկեիր, որ կյանքը փոխվել է, վсё, էլ փոփոխություն չի լինելու, հները չեն գալու, հավատացիր այդ հներին, ու ափսոս, շատ ափսոս, քեզ նման կադր կորցրեցինք, որ չհավատաց Նիկոլ Փաշինյանին մեզ, անձամբ ինձ դու չհավատացիր, ես դրանից էլ եմ նեղացած, էլի քեզնից, կդնեին գիտես, չէ ինչ կանեինք ստե միասին, կավերեինք այն հներին ու մի հատ ծաղկեցնեինք, այս կոռուպցիան, որ մինչև հիմա տիրում է, որ քո տեղը, քո աթոռի նստած մարդը այս կոռուպցիոներների հետ տեսնելուց իրար պատչում են, գնում են ուժին են անում միասին, սաղ տենդերները իրանք են հաղթում, ու հլա մի քանի ոգեր գովում են այս մարզպետին, ես չեմ հասկանում էլի խի, որովհետև մեր Քաջարանի կոմբինատում, չեմ ուզում, լավ, սենց ասենք, գոմ, մի հատ գյում կա, մեր լեզու ասած գյում, մեր Քաջարանում հիմնար կա գոմ, այդ գոմի կտվորների ղեկավարը մի հատ Աբդուլհամիդ է, այդ Աբդուլհամիդը դրանց հետ տալի արմա փողերով, փողը, ասմա
մեր լեռնաձորեցիկ ասում են փողը տոր փերդ կշտանի, փորը թոկոշտնի էլի։ Ինչ ասեմ, ժողովուրդ ջան, ցավները տանեմ, ինչ ասեմ, այսքան ասեցի ես չեմ հասկանում։ Պարոն Փաշինյան, եթե դուք այդ մարզպետին լսելով գիտեք, թե ես մեր համայնքապետերը ովքեր ձեզ քրփել էին, ձեզ ճանապարհ էին փակել, մի ներողություն, ձեզ ընտանիք էին քրփում, մի մոռացեք դա։ Ես գիտեմ, որ դուք չեք սիրում սրանց։ Դաժե գալիս եք ասեք են տուպոյի չգա կողքից կայնի, որ գալիս եք մարդկանց մոտ։ Այդ ես գիտեմ, այդ ես լսել եմ անձամբ, ես էի Պողոսյան Հունաններ, իր օգնական Արտյոմը եւ դուք այդ վաղտ ասիկ նրան ասա չեմ ուզում անունը տամ, թե չէ այստեղ չգա կողքից կանգնի, որ ժողովուրդ գիտեմ, որ չեք սիրում, բայց խի եք թույլ տալի։ Նրանք ձայներ ձեզ չեն բերելու, հավատացեք։ Եթե դուք ձայների հիմար եք դրանց պահում, ձայներ չեն բերելու։ Ես ներսից եմ ասում, մարդիկ կա իրանց պատչում են, իրանց ասում են ցավը տանեմ, հենց սրանք գնում են ասում են, բայց սրանց լավը ու քրփում են։ Սա այս դեր պարոն Արայ, մեծարգո պարոն Արայ Քարությունյան ջան, հավատացեք ինչ եմ ասում։ Չեն սիրում, սրանք ձայներ չեն բերելու, քանի շուտ ազատվեք սրանցից։ Սրանցից ազատվեք, որ մեր ժողովուրդն էլ ձեզ հարգի, ընդունի։ Այսօր ամբողջ ժողովուրդ հետ է խոսում, ինչ է արել։ Կարող է տեղ արել է, Արարատում, Արտաշատում, չգիտեմ, Գյոդակլում, Բահարլում կամ Համզաչիմանում, բայց տեղ մեր Սյունիքում նույնն է։ Ես Սյունիքում մենակ գիտեք ում եմ հարգում համայնքապետերից։ Գևորգին, Ղափանի համայնքապետը, որտեվ նա չի ծախվում ու ոնց կա, եթե ընդդիմադիր է, ընդդիմություն ցույց է տալի, որ ինքը ընդդիմադիր է։ Երբեք հետույքա լիճ չի կարոջը։ Իրա հորնել եմ ճանաչում, լավ մարդիկ են։ Հա, մերը չեն, սենց ասեմ, հակառակ թիմ են, բայց այդ մարդիկ անում են, աշխատում են, մաքուր աշխատում են ու ոչ թե այս մեր քաջարանի ոչ ուրիշ մոմենտներով կեղծավորություն են անում, տենդերները, չգիտեմ, ես դա չեմ ուզում հիմա ժամանակից շուտ ասեմ, հեսա գալու եմ Երևանում արդեն պայմանավորվել եմ, ելույթ եմ ունենալու, սենց չէ, մենակ չէ, մարդին հեռուստացույցով տենալու եք ինձ, բոլոր փաստաթղթերով ասել եմ, ով ինչքան նկարներով դաժե, ով ինչ արել, այդ Աբդուլ Համիդին ես պետք է սատկացնեմ, այդ Աբդուլ Համիդը եկած մժորտի հոգին ուտում է։ Մեր ստեղ տղաներ կա մեր քաջանում, լավ տղաներ, որոնք դրսերում տղաներ էին, որոնց հետ դժվար է, նրանք ամեն ինչ ընդունակ են։ Մի հատ Աբդուլ Համիդ եկած տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչա թե փող ունեն, փող են տալի իրանց բիզնեսները, չեմ ուզում խորանամ, նորից եմ կրկնում, ասելու եմ դա, որ բանը ելույթումս էլի, որ մարդիկ ինձ կանչել են տեղ խոսալու, այդ փաստաթղթերով, դրե այդ տղեկին են կպնում, սրանք չգիտեմ, որ արա, Աբդուլ Համիդ, դու հասկանում, սո ճակատիդ կրակելու են քաջարանում, այ անասուն, այ եզնը, լիշնի ես քեզ ուղարկելու եմ կամ դժողք, կամ էլ քաղաքականն ասում, աղբաման, խելոք մնա, արա, այ տավար, անունս երստետ է միտուր, արա, ուրեմը դու ինձ ենքան ես վախում, ինձ ենքան բարձր ես գնահատում, որ ամեն զրուցիտ ինձ շոշապում ես, մալադետ, շնորհակալություն քեզ։ Ու այդ գոմի աշխատողները գիտեն, ում մասին է խոսքը, մեր քաջանի ժողովուրդը գիտեն, Ղափանի ժողովուրդն էլ գիտեն։ Եվ մուտիտ ես քեզ ավերելու եմ, հիշի, ես չեմ մոռանում քո արած վատությունը ինձ։ Այ մուտիտ, պատասխանը ստալու, ես քու մեջ դու գլաս քեզ կողելու եմ, այդ եմ ասում։ Այդ ասում եմ, որ զգուշանաս, ինձ որ տենում ես մաշին քշի փախի, թե չէ որ դե բռնեմ հետույքդ պատռելու եմ։ Այսքանը ժողովուրդ ջան, կներեք, մի քիչ ջղայնանում անձնական էլ որ կպնում են, չեմ կարում, չեմ դիմանում էլի։ Ես չեմ ներում, որ ասում են անորից եմ ասում, կիսա աթեիստ եմ։ Вообще աթեիստ եմ, որ ասում եմ սիլա տան, ոչ, սիլա են տան պետք է 10 սաղ ջանդակը ջարդես փշրես այդ անասուններ, ոչ մեկ իրավունք չունի քեզ սիլա տալու։ Այսքանը ծամները տանեմ, կիսվեք, այս 3 հատ վերջի ելույթս вообще սպանություն է, այնքան են նայել, թող նայի այդ իրան այդ Աբդուլ Համիդը իր այդ էլեկտորատով իրան ունի, էլի տենց բաժին, որ նայում են, լրագրողներ, թող նայի, որ իմանա, առհատ է դու ինձ կարաս մի բան անես, դատարանով լինի, ոնց ուզում լինի, տղայավարի ես քեզ вообще կջարդեմ, կփշրեմ, տղայավարի, դու մենակ կարաս կեղծավորավարի, բա ուր են այդ տղեկդ, որ քեզ խոսք են տվել, արա մենք կանենք, դե ասա թո մոտիկանան, ով ռիսկ անի մոտիկանա, լավը կտնի մորով, հորով, ընտանիքով կավերեմ, արա,
Եղավ այ Աբդուլհամիդ, դու էլ մտածի քո երեխեքի մասին, այ անասուն, որ երեխեքը չնայեն սա, չասեն էս այ երեսխի են քո մասին սենց ասում։ Այ չատլա խերիկա մեր քաջանցիների հոգինոտիս։ Այդ փողերը տուր քաջանին, ոչ թե տար դրսեր դար անդամ։ Չգիտեմ ինչի անդամ, բայց դառնում ես դու այնքան անդամ ես դարել, չգիտեմ։ Եթե պետք լինի պրեզերվատիվ կտամ քեզ, որ օգտագործեն, այդքան չփչանաս։ Այ Ժորժ ջան, ներողություն մի քիչ դուրս եմ գալիս հիմա փերից, դե ինչ անեք, պետքա դուրս գամ, ձեր ցավը տանեմ, լավ մնացեք, քաջարանցիներ, մի մտածեք, այդ հողերը վերադառնալու է ձեզ, ես գլխից ասեմ, որ իմանաք, այդ հողերը, որ ձեզնից խլել են, սեփականաշնորհեր, որ $1 միլիոն աշխատեն կոմբինատի վրաներով, ներողություն կոմբինատին չեմ ուզում ասեմ, գոմի վրևներով, ոչմ, իմացեք, բայց պատժ կարեք, հոп, սուս մնալով չի, այդքանը, շնորհակալություն, աղբերություններ, քուրություն, ոչմ ընկերություն ջան, ձեր ցավը տանեմ, Հայաստանը պետք է սարքենք պետություն ու կանգնենք մեր կառավարության մեջքին, սարի նման, որ ընտրություններում հաղթեն ԿՊ-ն հաղթի, Արման Բաբաջանյանը հաղթի, Արամ Սարգսյանը հաղթի, Շիրինյանը հաղթի եւ տենց էլի խելոք մարդիկ, որոնք ընդդիմադիրներ են իսկականից, մտածեն պետության մասին, ոչ թե Քոչան Ռոբերտի ու են Սերժ Սարգսյան կաշիները հաստ էշ ներողություն արցախցիներ ձեզ չի վերաբերվում, էշ Ղարաբաղցիներին, այսքանը